այդպես շարունակ։ Հաջորդ հարցը հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, 3 հարց ունեմ, թույլ տվեք ընթերցեմ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը օրերս հայտնել էր ցանկություն թրիփին միանալու մասով, որպես հիմք վկայակոչվում էր 21-23 թվականների եռակողմ Հայաստան-Ադրբեջան Ռուսաստան այս մշակված լուծումները, նաև փորձագիտական խորհրդատվություն են առաջարկում գնահատումների հարցում։ Հայաստանի համար որքանով է սա դիտարկելի, որոշ ժամանակ առաջ ռադիոլուրին հարավկովկասյան երկաթուղիներից ասել էին, որ պատրաստ են դիտարկել միայն Մեղրիի հատվածը իրենց տնօրինությունից փոխանցել Հայաստանին, այս մասով ինչ կասեք, Հայաստանը դիմել է թե չէ եւ դիտարկում եք արդյոք այս տարբերակը, սա առաջին հարցը։ Իրոք Ես թվում է 3 հատ հարցեր։ 2 հարց գոնե թույլ տվեք։ Տեղեկություններ կան, որ Հայաստանին հաջողվել է հաղթահարել Եվրամիության խաղաղության աջակցության ծրագրով 20 միլիոն եվրոյի այդ խոչընդոտը, այսինքն Հունգարիան հանել է վետոն, կարող եք հաստատել սա, եթե այո, ինչ փուլում է գործընթաց եւ ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է դա հնարավոր դարձել։ Դա ուղղվելու է պաշտպանության ծախսերին։ Շատ լավ, նախ երկաթուղի Մեղրի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետեւ այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվեր որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Երկրորդը տրիպի հետ կապված գիտեք, որ հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով, այսինքն դա հստակ ձևակերպված է եւ այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի, բայց նաև ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտաբ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախճեվան սահման եւ Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա եւ հույս ունեմ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն, ինչ վերաբերվում է եվրոպական խաղաղության գործիքին, այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են եւ կա կոնսենսուս, թե յուռե որոշումը կլինի կհրապարակվի, դա բովանդակային առումով էս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանությամբ։ Հաջորդ հարցը առավոտ Փաշինյան հայտնի փաստ է, որ Արցախ